Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հրատապ ասուլիս է, որը նվիրված է անվտանգային հարցերին։ Ասուլիսն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն տեղի ունեցել նոր ներխուժումներ եւ Հայաստանի իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ, թե որոնք են դրանք եւ ինչ անվտանգային մենք մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Սրանք ուզում եմ նաեւ ասել, բոլորը օբյեկտիվ ապացույցներ են հաստատված արբանյակային լուսանկարներով։ Հիմա առաջինը մենք ցուցադրենք, կներկայացնեմ ես Գեղարքունիքի մարզում, մասնավորապես Վարդենիսում տեղի ունեցածը։ Սա սահմանն է հայ-ադրբեջանական, սա ադրբեջանական դիրքն է, որ դեռ ներխուժել էին մի քանի տարի առաջ, եւ սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում Հայաստանի Հանրապետության սահման եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ հիմա կներկայացնենք նաեւ դրա վտանգները։ Տեսնում եք այս տեսանկյունից, այս դիրքից նույնպես երևում է սա այստեղ այդ նոր դիրքի տեղակայումն է եւ մենք տեսնում ենք արդեն մեր բնակավայրերի համադրությամբ։ Սա է մյուս լուսանկարն է, որը, ինչպես ես նշեցի, արբանյակային լուսանկար է եւ սա նոր դիրքն է, ընդ որում տեսնում ենք ժամանակահատվածը, մինչև հուլիսի 31-ը 2025 թվական այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների։ Եվ արբանյակային լուսանկարներով այս դիրքի տեղակայումը մենք տեսնում ենք տեղի ունեցել ընդամենը մինչև օգոստոսի 19-ի դրությամբ։ Եվ այստեղից տեսնում ենք, որ սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է, եւ մանրամասն ուսումնասիրության ենք այստեղ կրակային նաեւ այդ թվում խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են, խոսքը մասնավորապես վերաբերում է նաեւ նռնականետեր, ականանետեր, այլ խոշոր տրամաչափի 60 մմ-անոց նաեւ ականանետերին եւ զինատեսակների նաեւ հրաձգային հատուկ կետեր են նախատեսված եւ բնականաբար առանձին նախատեսված նաեւ կոմունիկացիաներով։ Սա արդեն այս դիրքից Սոտքի հանքավայր ուղիղ նշանառությունն է 4 կիլոմետր, բայց մինչ այդ հիմա ես ցուցադրեմ նաև մնացած հատվածների նկատմամբ նրանց վերահսկողությունը, այստեղից տեսնում ենք, որ ուղիղ թիրախիտակ է հայտնվել Սոտքի հանքավայրը։ Սա արդեն այդ նույն դիրքից դեպի մեր քաղաքացիական բնակավայր, մասնավորապես Կուտ գյուղը, Վարդենիս համայնքի, նրանց նորից էլի նշանառությունն է։ Սա նույն դիրքից դեպի մեր արոտավայրերը, այդ որտեղ արոտավայրերն են, նաև վարելահողեր, խոթարքեր, նշանառությունը, որը շատ ավելի մոտ է եւ մեր չափելով 2 կիլոմետր ընդամենը տարածք է հեռացնում։ Այստեղ մենք տեսնում ենք արդեն այս դիրքի նշանակությունը եւ այդ դիրքը մեր ճանապարհի նկատմամբ։ Տեսեք, ընդամենը 200 մետր։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհ է եւ օգտագործվում է մեր կողմից։ Հիմա տեսեք, նրանք այս դիրքի տեղակայմամբ լրացուցիչ հաստատել են, սրանք բնականաբար մենք մեր դիրքերը բնականաբար չենք ցուցադրում, բայց սա մեր, քանի որ օգտագործվում է նաեւ մեր զինված ուժերի կողմից, այս դիրքը նպատակ ունի ոչ միայն ճնշել, ոչ միայն թիրախիտակ պահել մեր քաղաքացիական բնակավայրերը, մեր բնակչությանը, այլ նաև ճնշող, նաև վտանգող նշանակություն ունի մեր զինվորականների համար, որովհետև ակնհայտ է, որ նրանք ուղիղ թիրախի ներքո են պահում նաև մեր զինվորականներին, սա նաև վտանգում է նրանց կյանքը։
Տեսնում ենք արդեն սա արդեն այս դիրքի հարևանությամբ գործող ադրբեջանական դիրքն է, որ մենք հատուկ ցուցադրել ենք նշանակությունը նրանց դիրքը, նշանառությունը արոտավայրերի նկատմամբ եւ ակնհայտ արդեն նրանց վտանգները, ընդ որում այդտեղ այնքան են նրանք դիրքերով ամրապնդել, որ անգամ ունեն արևային պանելներ տեղադրված, դրանք մենք ամբողջը արբանյակային լուսանկարներով տեսնում ենք, տեղադրված ամրացման աշխատանքներ, կոմունիկացիաներ են ուժեղացրել հիմա Եվս Հայաստանի Հանրապետության տարածքում Վարդենիս համայնքում մի դիրք ենք ցուցադրում ադրբեջանական, որտեղ նրանք հատուկ կոմունիկացիոն ճանապարհներ են նաև կառուցել, դրանք կոչվում են ռակադային ճանապարհներ, այսինքն օպերատիվ մարտավարական եւ ռազմավարական նշանակության ճանապարհներ են, որոնցով բարելավում են նաև իրենց կոմունիկացիաները մեր տարածքի մեջ։ Հիմա տեսեք, սա արդեն դուք տեսնում եք ճանապարհը, որ նրանք նոր կառուցել են, դեպի իրենց դիրքեր գնացող, նախ ոչ միայն ամրացրել են, ընդ որում սրանք եւս մեկ անգամ շեշտում են, որ այս ամբողջը հուլիսի 31-ից, տեսեք, մինչև հուլիսի 31-ը ոչինչ չկա։ Անցյալ տարվա Սրանք հուլիսի 31-ից հետո ունեցած բարելավումներն են եւ ճանապարհային նաեւ կոմունիկացիոն ռազմավարական նշանակության դիրքերի բարելավումն է, որը մենք տեսնում ենք նրանց մեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում է սա, մեր պետական սահմաններից ներս են անում այս ամենը։